Նոր եկաք դուք, ինչ եք վերել վաճառելու, որտեղից եք գալիս։ Այդ կենտրոնական շուկայից եմ առնում, Վերավաճառում եք։ վերում եմ, վերավաճառում եմ, այդքան բան, պարապությունից դրանով եմ զբաղվում, ճիշտ է, մերոնք ասում են, ինչ գործ ունես, տարիքը ծեցանից, բայց Ինչ եք հատկապես վաճառում։ մերքեր, գիլաս, կաղամբ, բիբար, Սեզոնով կարտոշկա, պայմանավորված սող, հիմնականում։ էտա, ուրիշ բան չկա, Իսկ գոհ եք առևտրից։ Գոհ եք առևտրից։ շատ վատ է, շատ վատ, Դժգոհության պատճառը որն է։ ժողովուրդը առևտուր չեն գալու անելու, շատ դժվարությամբ, երեք ահագին իմ անցած անգամվա վաճառքից տարե թափել եմ ենքում, չի վաճառվե, Ինչ եք արդեն թափել։ ժամկետ անցադարձ է տարե թափել եմ, Ինչ եք թափել։ խաղողի տերև, վարունգ, գիլաս, ելակ, այս շոքին մնում է, հննում, էլ չեն առնում, տարում թափում եմ, Իսկ դուրս չեք կարող հանել։ Դուք դուրս հանում եք ընդհանրապես ձեր գյուղմթերքը։ չէ, դուս անելու Ներսում վարյանտ էիք։ չկա, չկա վարյանտ, Մինչև այս արգելքները հանում եք դուք։ ես չէ, բայց ինձ ծանոթ ընկերներ հանում էին, Ինչ են ասում, շատ են տուժում այս իրավիճակի հա, բա իհարկե տուժում ենք, անցած անգամ մի հատ հաղորդում լսեցի, Պուտինը տվեց, որ հեսա Եվրոպային գազը ոնց տալիս է, մնանց էլ Հայաստանին եմ տալու, 500 քանի դրամ, ինչ, 500 քանի դրամ գազը ժողովուրդը ոնց են յոլա է տալու, առաստել իրանց բերքը չեն կարում ծախեն, հիմա անցյալ տարի էլ այս տարի, անցյալ տարի էլ մի ոքիչ ոչինչ, չէին կարում արտահանեին դուս։ Ինչ է կարծում, ինչով է պայմանավորված, որ Ռուսաստանը անընդհատ արգելափակումներ է սահմանում, ռուսական շուկա թույլ չի տալիս։ Իրա հետ լավ հարաբերություններ չնելուց է, ուրիշ բան։ Լեթո լավ հարաբերություններ տեսում, տես մի ժամանակ Վրաստանը վատ հարաբերություններ լրիվ արգելքել։ Հիմա Վրաստանը սկսել է հետը լավանալ, ամբողջ վրացական ապրանքը հետում է Ռուսաստան։ Վրացիներն էլ ինադու մերը չեն թողում, որ իրանց համար լավ լինի։ Իսկ մեր գյուղմթերքը, մեր արտադրությունը կընդունեն Եվրոպայում, եթե եվրոպական շուկաներին առաջարկեն։ Չի գնա եվրոպական։ Հերվույա չի գնա։ Չի գնա։ Որակապես համապատասխան Չի կլինի։ համապատասխանում։ Մի քանի տարի առաջ տոմատ էին ուղարկել Ֆրանսիա, ֆուրերը գնացել էին, նորից հետ էին եկել։ Որակը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին։ Այդ մի բան է գիտեմ ես, մնացածը չեմ նման բան կլինի, թե չի։ Իսկ որ հիմա գործող իշխանությունը պնդում է, որ խաղաղություն է հաստատվել, Ադրբեջանի, Թուրքիայի հետ պետք է հարևանություն անել, առևտուր անել, գնալ, գալ, դուք պատրաստ եք ձեր գյուղմթերքը Ադրբեջանը, Թուրքիան լավ հարաբերությունները, որ հիմա բդիլի, դա շատ սա տակից քանդելու բան է։ Պատրաստ չեք առևտուր անել նրանց հետ առևտուր անել։ Չէ, ես իրանց հետ չեմ անի առևտուր։ Պատճառը ո՞րն է։ Թշնամի եք համարում դրա համար, թե ուղղակի։ Հենց թշնամի եմ համարում դրա համար։ Ուրիշ ոչ մի բան։ Իմ համար ադրբեջանցիները, թուրքերը թշնամի են։ Ինչ ենք մնացել, մի բուրես կամ հայ ենք մնացել, իրանց պատճառով չի։ Հիմա բդիլնի, այս էլ խիտրի խոդեր ա, որ նորից բան։ Տենալ, ամբողջ օրը ձայնը գցած գլուխը ասում է, Երևանն էլ է մերը։ Ինչ է այդ նշանակում, որ վաղ թե ուշ Երևանն էլ կլինի մերը։ Գալիս են հիմա ադրբեջանցիների, պետք է իրանց տունը, այս տունը մերն է, հավայ, դուս եկեք պետք է գանք ապրենք։ Բայց եթե սահմանները բացվի, կարծում եք Ադրբեջանը մեր գյուղմթերքը, արտադրությունը կընդունի, թե ինքը ինքնաբավ երկիր է, իրեն պետք է չէ։ Բայց չէ, ստից կբանկանի կընդունեմ, բայց ոչ մի բան էլ չի ընդունում։ Գյուղացին կտուժի դրանից։ Կտուժի, իհարկե։ Հիմա արդեն տուժում է գյուղացին։ Էս ինչ վիճակ է։ Ինչ վիճակ։ Իմ ծանոթներից մեկը մեծ տարածությունով գիլաս ունի, եկավ չարչարանքով ունեցել է, հիմա գիլասը չի կարող արտահանել, որ ինձ ասում է
Արի 100 դրամով քեզ գիլաս տամ Արցախի։ Կարասը քշվել ես 100 դրամով կամ քեզանից գիլաս տանեմ։ Շատ են էժան վաճառում, նախորդ տարիների համեմատ ինչ գներ են եղել, հիմա ինչ գին է։ Այս տարի էժան է։ Ինչքան է էժան։ Ահագին եւ 30% էժան։ Բացի ծիրանից։ Ինչքան եք օրինակ վաճառում դուք։ Ծիրան է։ Ես ծիրան չեմ վաճառում, որտեղ ծիրանը այսօր կենտրոնական շուկայում 1000 դրամ է կիլոն։ Էն էլ արկղով եթե վերցես։ Իսկ դուք որպես վերավաճառող, օրինակ կաղամբը, բիբարը, վարունգը, կերասը ինչքան եք վաճառում։ Կաղամբը վաճառում եմ 200, բիբարը վաճառում եմ 300։ Այնտեղ էլ ինչ կա, գիլասը վաճառելու եմ 600։ 500-ով առել եմ, իհարկե 600-ով բրիկ ծախել։ Գոնե չարչարանքս դուրս կա։ Անցած տարվա համեմատ շատ էժան էր։ Չէ, գիլասը հիմա է էժան անցած տարվա համեմատ։ Հա։ Անցած տարի այս նույն գիլասը ես 500-ով չէի կարող առնել։ Որովհետև գիլասը Ինչքան գնում է։ էիք մոտավոր, եթե հիշում եք, ինչքանով կառնեիք։ Ինչքանով էիք առնում։ Մինչև 1000 դրամ էլ առնում էի։ Գիլասը թանկ էր անցյալ տարի, որտեղ գնում էր գիլասը Ռուսաստան։ Այս տարի ասում են չի գնում, չգիտեմ հիմա ճիշտ բան։ Բայց բերքը շատ են թափում։ Հա, բայ իհարկե շատ ենք։ Ասում եմ, ես այն օր ահագին բերք տարի թափել եմ, որտեղ չի վաճառում։ Մարդ չկա։ Այսքան կանգնել ենք, այստեղ խոսում ենք, մի հոգի մոտեցել է ապրանքին նայելու։